Գրեթե բոլոր հարցումների արդյունքները վկայում էին, որ նա կպարտվի, բայց Դոնալդ Թրամփն ապացուցեց, որ ինքը հաղթողներից է։ Գործարարը, ով նախկինում երբեք քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, ընտրվեց Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ։ Միասին աշխատելով մենք կնախաձեռնենք մեր ազգը վերակերտելու եւ ամերիկյան երազը վերականգնելու հրատապ գործընթացը։ Թրամփի նախընտրական խոստումն է Ամերիկան նորից մեծ պետություն դարձնել, եւ նա պատրաստվում է դա անել քաղաքականության աշխարհում կիրառելով գործարարի իր հանրահայտ ջիղը։ Թրամփը ծնվել է մի ընտանիքում, որն ահռելի հարստության տեր էր։ Նրա հայրը Ֆրեդը Նյու Յորքում բնակարանային շինարարությամբ զբաղվող հաջողակ գործարար էր։ Դոնալդը գնաց նրա հետքերով եւ իր բիզնեսն աճեցրեց հորից պարտքով վերցված միլիոններով։ Թրամփին հաջողվեց ստեղծել բիզնես կայսրություն, որը նրա պնդմամբ միլիարդավոր դոլարներ արժե։ Մանհեթենում գտնվող Թրամփի աշտարակը նրան դարձրեց Նյու Յորքի բնակարանաշինարարական ոլորտի ազդեցիկ գործարարներից մեկը։ Թրամփը տարածեց իր բիզնեսը, դրանում ներառելով հյուրանոցներ, խաղատներ եւ գոլֆի խաղադաշտեր։ Իր գրած «Գործարքի արվեստը եւ վերադարձի արվեստը» գրքերում Թրամփը ներկայացրել է բիզնեսի իր փիլիսոփայությունը։ Առաջին քայլը դեպի հաջողություն ըստ նրա մեծ մտածելն է։ Իրականում ես դա գրել եմ որպես գիրք բիզնեսի մասին, բայց այնտեղ նաև շատ անձնական բան կա եւ մեծ տեղ է հատկացված հարաբերություններին։ Դա գիրք է հաջողության հասնելու մասին, մրցակցությանը դիմակայելու մասին, եւ ես կարծում եմ բոլորն այն պետք է անպայման կարդան, դա պարզապես ակնհայտ է։ Այդ գրքերը բեսթսելերներ դարձան եւ Թրամփին մեծ ճանաչում բերեցին։ Մի շարք մոդելների հետ նրա ամուսնությունների լուսաբանումը դեղին մամուլում նույնպես նպաստեցին նրա ճանաչմանը։ Նրանցից առաջինը Իվանա Զելնիչկովան էր, ապա Մարիա Մեյփլզը, իսկ հետո Մելանիա Կնաուսը, նրա այժմյան կինը։ Հայտնի մարդիկ նրա ամուսնական արարողություններին առանձնակի հոլիվուդյան շուք էին հաղորդում։ Թրամփն ինքն էլ դարձավ հեռուստաաստղ, երբ թողարկեց իր սեփական ռիալիթի շոուն «Աշակերտը», որի մասնակիցները մրցում էին գործարարի մոտ աշխատելու հնարավորության համար։ Ես նախընտրած թեկնածուներ չունեմ։ Ինչ է, կարծում ես ես քեզ կասեի, դու էլ ես խելացի տղա։ Մենք երկուսս էլ խելացի տղաներ ենք։ Ախր գրողը տանի, դա ինչ հարց է, որ տալիս ես։ Թրամփի ոչ բոլոր բիզնեսներն են հաջողությամբ պսակվել։ Վաղ 90-ականներին նրա 3 կազինոներ Ատլանտիկ Սիթիում եւ Նյու Ջերսիում սնանկացան։ Թրամփի 3 բիզնեսները սնանկացման հայտ ներկայացրեցին 2009 թվականին։ Չնայած անհաջողություններին, նրան միշտ հաջողվում է հարթել խնդիրներն ու վերադառնալ։ Իսկ հետո 2015 թվականին Թրամփի աշտարակում նա հայտարարեց, որ մասնակցելու է նախագահական արշավին եւ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում Մեքսիկայից անօրինական ներգաղթը դադարեցնելու մասին իր արմատական առաջարկով։ Ես հսկայական պատ կկառուցեմ եւ հավատացեք, պատեր կառուցելու հարցում ինձ հետ ոչ ոք չի կարող մրցել։ Եվ ես դա կկառուցեմ շատ էժան։ Ես մեծ հսկա պատ կկառուցեմ մեր հարավային սահմանին եւ ես կստիպեմ հենց Մեքսիկային վճարել այդ պատի կառուցման համար, հիշեք իմ խոսքերը։ Թրամփի հայտարարությունները բողոքի ցույցերի պատճառ դարձան նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Նա խոսում էր մեքսիկացի բռնաբարիչների եւ ապօրինի թմրանյութեր ներմուծողների մասին, խոստանալով արտաքսել անօրինական միգրանտներին եւ կանխել նրանց մուտքը երկիր։ Նա նաև խոստացել էր ժամանակավորապես արգելել մահմեդականների մուտքը Ամերիկա, որպեսզի պաշտպանի երկիրը ահաբեկիչներից, թեև հետագայում այս խոստումը փոփոխություններ կրեց։ Սակայն սա դեռ ամենը չէր, նախընտրական քարոզարշավի ամենահակասական դրվագը դեռ առջևում էր։ Washington Post-ը ձեռք բերեց եւ հրապարակեց մի տեսանյութ, որում Թրամփը խոսում է կանանց մասին, չիմանալով, որ խոսակցությունը տեսագրվում է։ Տեսանյութը մեծ սկանդալի պատճառ դարձավ։ Ինչ ասեմ, ես ասես կախարդանքով ձգվում եմ դեպի գեղեցկությունը, ես անկախ ինձանից սկսում եմ համբուրել նրանց, դա ասես մագնիս լինի, ուղղակի համբույր, ես նույնիսկ չեմ սպասում։ Հեռուստատեսային դեպատների ժամանակ Թրամփը փորձեց արդարանալ։ Դա տղայական խոսակցություն էր, ես դրանից ամաչում եմ։ Կարճ ժամանակ անց մի շարք կանայք հայտարարություններով հանդես եկան, պնդելով, թե Թրամփն իրենց նկատմամբ ոտնձգություններ է կատարել եւ առանց թույլտվության համբուրել։ Նա գրկեց ինձ եւ ես փորձեցի նրան հեռու անել։ Թրամփը կտրականապես հերքեց բոլոր այդ պնդումները եւ սպառնաց ընտրություններից հետո դատի տալ այդ կանանց։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա խիստ քննադատության արժանացավ նաև իր հարկային մուտքերը չհրապարակելու համար, թեև 1980-ականներից սկսած նախագահական բոլոր տեխնացուները հրապարակել են այդ տեղեկատվությունը։ Արտաքին քաղաքականության հարցերում ընդդիմախոսները Թրամփին մեղադրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը վայելելու մեջ։ Դա նրան առանձնապես չի մտահոգել։ Ավելին, Թրամփը կարոզում էր Ռուսաստանի հետ ալյանս կազմելու եւ միասին իսլամական պետության դեմ պայքարելու հեռանկարը։ Ես Պուտինին չեմ ճանաչում։ Նա իմ մասին դրական է արտահայտվել։
Եթե մենք իրար հետ լեզու գտնենք, դա շատ լավ կլինի։ Եթե Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ընդհանուր լեզու գտնեն եւ միասին պայքարեն իսլամական պետության դեմ, դա իհարկե շատ լավ կլինի։ Թրամփը մի շարք առիթներով հայտարարել է, որ ընտրությունները կարող են կեղծվել իր մրցակցի օգտին, սակայն այժմ նա փաստորեն հաղթանակ է տոնում։ Նա ընտրվել է երկրի ամենաբարձր պաշտոնում, նա ստանձնում է աշխարհի ամենաազդեցիկ աշխատանքը։